Դիաննա Գրիգորյանի «Վերջին զանգ» սերիալում Արամն ու Մերին դուրս են գալիս ռեստորանից և ուղևորվում տուն։ Ճանապարհին Արամն ասում է, որ կարծես իրենց հետևում են։ Մերին փորձում է հանդարտեցնել նրան, համարելով, թե պարզապես երևակայությունն է ուժեղ խաղում։ Բայց իրականում Արամի ներքին զգացողությունը չխաբեց նրան։ Նրանք հասնում են տուն։ Մերին առաջ է անցնում, իսկ Արամը մեքենայի մոտ կանգ է առնում։ Փոքր տեխնիկական խնդիր է նկատում, բացում է փեղկը ու սկսում վերանորոգել։ Այդ պահին էլ ինչպես մղձավանջի մեջ հայտնվում են անծանոթ մարդիկ, դեմքերով մռայլ ու անճանաչելի։ Անձայն, բայց կտրուկ շարժումներով նրանք առևանգում են Արամին ու անհետանում։ Քիչ անց, երբ Մերին դուրս է գալիս, տեսնում է միայն լքված մեքենան, շփոթված, խուճապահար սկսում է կանչել Արամին, բայց փողոցն ամայի է։ Իսկ իրականում այդ առևանգողները հենց այն նույն մարդիկ են, ովքեր կանգնած են Անտոն Զավենիչի սպանության գետևում։ Այժմ նրանք թիրախավորել են Սոսի ընտանիքը, եւ դա դեռ սկիզբն է։ Քիչ անց նրանք գտնում են նաեւ Սոսին, առևանգում նրան եւս, բայց տարբեր վայրում։ Արամի դեմքը ծեծի հետևանքով ճանաչել չէր լինի։ Լուր հարվածներ, կապտած աչքեր, առնոտ ճակատ, բայց այդ ամենի մեջ Սոսը կանգնում է վերևում, նա խոնարհ չի մնում, կանգնում է իր որդու կողքին ու աղաչում, համոզում առևանգողներին ազատ արձակել Արամին։ Ի զարմանս բոլորի նրան հաջողվում է։ Ծեծված, կիսաքայլող Արամը դուրս է գալիս փողոց, ու ճիշտ այդ պահին պատահականորեն նույն ճանապարհով մեքենայով անցնում են Հենրին ու Անգելինան։ Նրանք ուղևորվում են Անգելինայի ծնողներին տեսնելու։ Հենրին նկատում է գետնին ընկած Արամին, սարսափած դուրս է գալիս, նայում նրան, հազիվ ճանաչելով։ Երբ մոտենում է, Արամը մի կերպ խոսում է, ասում, որ իր հոր կյանքն է հիմա վտանգի մեջ։ Հենրին հասկանում է, որ վիճակը ծանր է, բայց ոչինչ անել չի կարող։ Նա որոշում է գոնե Արամին փրկել և տեղափոխում է նրան տուն։ Երբ Հենրին բերում է Արամին, Լիլիթն ու Մերին մի պահ քարանում են, ապա ուրախության ու ցավի արանքում ընդամենը մի բառ են ասում. շնորհակալություն։ Հենրին փրկում է Արամի կյանքը։ Բայց այս ընթացքում կարծես չարաբաստիկ զուգադիպությամբ բացահայտվում է ևս մեկ սարսափելի ճշմարտություն։ Անեթը պատահաբար լսում է Լիլիթի և Բագրատի խոսակցությունը։ Ինչ է լսում։ Այն, ինչը ոչ ոք չէր ցանկանա այս ճանապարհով իմանալ։ Անգելինան Աննայի աղջիկն է։ Անետը մի պահ քարանում է, ապա դառնում է լուռ բոց։ Նա ապտակում է Լիլիթին հստակ ուղերձով, խաբեության չափը անցել է։ Բայց Լիլիթը հոգեպես քայքայված ու արդեն մեղքի բեռից ճնշված գետնին է նայում ու կիսաձայն ասում. ամեն ինչ գիտի, ամեն ինչ հասկացել է ու խոստանում է ասել Սոսին ամեն բան, ապա կասի նաև Աննային։ Անետը մի պահ լռում է, արդյոք հավատում է նրան։ Թերևս, բայց նրա ներսում մի զգացողություն հուշում է։ Ճշմարտությունը փրկության բանալին չէ, այլ նոր ցավի սկիզբը։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Անետը արդեն իմանալով ճշմարտությունը, արդյոք կասի Աննային, գրեք մեկնաբանություն։ Առավոտյան արթնացել եմ 8-ին, գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման, առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կավլուկներս չեմ հանել։ Եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք, այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։ Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։ Ուրեմն մենք հարսանիքի սեղանին նստած ենք, մամաս ասարք է, ասաց սպաս ասարք է, համեմ բեր։ Ես գիշերվա կեսնի որտեղ եմ համեմ ճարեմ, մեկը տեսնում եմ, այս ամեն ինչը դնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետքի մեջ պատրաստել։ Պետք է ռեզինգ ցեն, բայց տենց են, չէ՞ վաճառում։ Հարսանիքի սեղանից համեմ։ Շնորհակալություն Ռոբերտ։ Ինչ է թարխուն տարեկան։ Դու խաշտի։ Շիկինոլայի մրգ շուշ։ Գեղեցիկ անակնկալ, այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ,
իսկ մեր գեղեցկուի հարսիկը ունի 2 մայրտուշ։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։ Արա, անելիքդ արա, դու ինձ կներես, որ ես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Պապ, հն ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Ես ինչ մի ներկայացում եք խաղում, իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել, ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Անգելինա մեջ ճանաչում եմ, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից ինձ իմ սիրտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, զանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ Էնդար Ֆրունզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող աղեր այդ խոսքերը վարդում ես իրանց տան հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու դա ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։ Ուրեմն թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան մեր պրոդյուսերի մոտ, իրականում, երբ որ ես մտածում եմ, որ մեր պրոյեկտն ավարտվելու է, ես շատ տխրում եմ։ Թվում է, թե այս ամբողջ ընթացքը երկար է ձգվում, մեկ-մեկ հոգնում եմ, մեկ-մեկ դժվար է, բայց այդ ամենին զուգահեռ ես շատ եմ սիրում իմ գործը։ Ամեն դժվարությանը զուգահեռ ես մեծ սիրով եմ գնում ու այդ անում։ Շատ են հարցերը իմ ու Լյովի ընկերանալու հետ կապված, միասին աշխատելու հետ կապված, արդյոք հեշտ է թե ոչ։ Շատ լավ ենք ընկերացել, շատ։ Իրականում ես դպրոցական տարիներից ի վեր միշտ ավելի հեշտ շփվել եմ տղաների հետ եւ ոչ